Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերության եթերում մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթի ժամանակ նշել է, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը 47.9% կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում միայն կրթության եւ սոցիալական պաշտպանության, նաեւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 միլիարդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 միլիարդ դրամով։ Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար ընդհանուր ծախսերի 21.4%-ի չափով։ Նմանապես 2015 թվականին եւս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 միլիարդ դրամ։ Այժմ անդրադառնանք մեկ համայնքային խնդրի։ Բուլղարական տնակային ավանի բնակիչների խնդիրը շարունակվում է կնճռոտ մնալ, թե ինչպես կվճռվի սեփականաշնորհման խնդիրը, պարզել է Գոհար Մովսիսյանը։ 88-ի երկրաշարժից հետո բուլղարական կառավարության կողմից Աղետի գոտի դարձած Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում կառուցվեցին բնակարաններ, որոնք էլ դեռ այն ժամանակ քաղսովետի օրդերով տրվեցին բնակիչներին։ 2000-ականների սկզբին համայնքի ավականին ընդունեց որոշում, համաձայն որի բնակարանները նվիրվեցին թաղամասի օրինական օրդերով ապրող բնակիչներին։ Գործընթացը սկսվել է, կատարվել է, որոշակի մի մասը, ովքեր դիմել են, արդեն այդ գործընթացը անցել են, ունեն սեփականաշնորհման վկայականներ։ Առ այսօր բուլղարական տնակային ավանի փայտե կապիտալ շինություններից սեփականաշնորհված է մոտ 30%-ը։ Բնակիչների մեծ մասը սեփականաշնորհման գործընթացը ժամանակին չի իրականացրել մի շարք պատճառներով։ Ընտանիքի օրդերի մեջ գտնվող անձանցից ոմանց բացակայություն, լրացուցիչ շինությունների օրինականացման գումարների բացակայություն, անփութություն։ Հետագայում արդեն կադաստրի պետական կոմիտեում սկսեցին չգրանցել քաղաքապետարանի որոշումները, պահանջելով լրացուցիչ փաստաթուղթ, որը կհավաստեր տնակների Վանաձորի քաղաքապետարանին պատկանելությունը, որից հետո միայն քաղաքապետարանը դրանք կարող էր նվիրաբերել բնակիչներին։ Խնդիրը նրանում է, որ նման փաստաթուղթ պարզապես չկա եւ չի էլ եղել։ Խնդիրը դրանում է, մենք կատարում ենք ավականու 2003-4 թվականի որոշումը, սեփականություն որպես նվիրում իրանց, կադաստրն չի գրանցում, որ ասում է փաստաթուղթ չկա, որ դա համայնքին է պատկանում։ Նրանց պահանջն է օրինական, բայց նման փաստաթուղթ չկա։ Ուրեմն մեզ չի անցել համենայն դեպս, որ բուլղարացիների սարքած այդ տնակները անցնում են Վանաձորի համայնքին։ Կառավարության որոշումով, որ շենքերը հանձնել են համայնքին, նրանց մեջ չի նշված այդ տնակները։ Ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների դիմում խնդրանքին Վանաձորի քաղաքապետարանը համապատասխան բաժնի պետի փոխանցմամբ կփորձի հարցին լուծում տալ դատական կարգով։ Եթե դատարանը վճիռ կայացնի համայնքի սեփականությունը ճանաչել որպես համայնքի հողի վրա գտնվող տիրազուրկ գույք, ապա այս դեպքում կլուծվի բուլղարականների խնդիրը։ 99%-ով ամենայն հավանականությամբ դա դրական լուծում կտրվի դատարանի կողմից, որովհետև հողային օրենսգրքում կա այսպիսի հոդված, որ հողի վրայի շինությունը համայնքի հողի տիրոջ սեփականությունն է։ Եթե այդ հողի տերը համայնքն է, որ 2006 թվականի կառավարության որոշումով սահմանները ճշտած է, որ դա համայնքի հող է, այլ սեփականատեր չունի, ուրեմն նրա վրայի գույքն է համարվում է հողի տիրոջ, այսինքն Վանաձոր համայնքի սեփականություն։ Երբ որ դատավճիռը դա կլինի, արդեն մենք մեր գույքը նվիրում ենք, արդեն որևէ խնդիր չի լինի։ Բուլղարական տնակային ավանի բազմաթիվ բնակիչներ շարունակում են հետևողական գտնվել խնդրի լուծման նկատմամբ եւ պարբերաբար քաղաքապետարանից պահանջում են տեղեկատվություն, թե ինչ փուլում է իրենց ուզող հարցի լուծման գործընթացը։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Ստեփանավան քաղաքում կայացավ միջմարզային երիտասարդական փառատոն, որն անց են կացնում Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ վերջինիս հետ ակտիվ համագործակցող Լոռու երիտասարդ ծերունդ հասարակական կազմակերպությունը։ Բարբեն ջան, մի հատ աշանգել։
Հայաստանի տարբեր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ երիտասարդներ Ստեփանավան էին եկել։ Առիթը մինչ մարզային երիտասարդական փառատոնն է։ Տաշիր բարեգործական հիմնադրամի եւ Լոռու երիտասարդ սերունդ հասարակական կազմակերպության ջանքերով կազմակերպված փառատոնը ընդլայնել է աշխարհագրությունը։ Այս տարի ոչ միայն լոռեցի երիտասարդներն են մասնակցում, բայց անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ։ 2015 թվականին երիտասարդական մայրաքաղաք ճանաչվել է Ստեփանավանը։ Սա հարթակ է, մենք հարթակ ենք ուզում ստեղծել երիտասարդների համար, որպեսզի կարողանանք հիմնականում, եթե դուք ուշադիր եք, մշակութային գործիչներին, սկսնակ գործիչներին։ Իսկ եթե մենք ուսումնասիրում ենք մշակութային մեր գործիչների պատմությունը, սկզբի մասում իրանք ունեն լսարանի խնդիր։ Փառատոնը փորձում է ապահովել այդ լսարանը, այսինքն հազարավոր մարդիկ կարող են տեսնել իրենց աշխատանքները եւ գնահատել, ինչն էլ պետք է ճանաչողության համար։ Ձեռագործ աշխատանք, գործիքային կատարում, էստրադային երգ, պար, ասմունք, ժողովրդական երգ։ Փառատոնին մասնակցող բազմաթիվ երիտասարդներն այս անվանակարգերում էին ներկայացված։ Լավագույն եռյակները հոկտեմբերի 26-ին արդեն հայտնի էին։ Այդ օրը նաև փառատոնի գալահամերգն էր եւ մրցանակաբաշխությունը։ Իմ ուրախությունն եմ հայտնում, որ այսքան երիտասարդ առնչվում է մշակույթին, արվեստին։ Մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց կարևորը որ արժեքային համակարգ են կրում իրենց մեջ, իսկ դա կարծում եմ այս փառատոնի առաջին հաղթանակն է։ Ամենակարևորը շփումը Ղարաբաղից կիլոմետրերով հասնել այստեղ եւ շփվել մարդկանց հետ եւ ստանալ ահագին տպավորություններ, լավ իհարկե։ Բոլոր մարզերին էլ հաջողվեց մրցակցային տեղ ու պատվոգիր ստանալ։ Փառատոնի հովանավոր Տաշիր բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Տաշիրը շարունակելու է սատար կանգնել երիտասարդությանը եւ նպաստելու է երիտասարդության ներուժի բացահայտմանը։ Անետ Կապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Այսօր անիմացիայի միջազգային օրն է։ Տնասահմանվել է 2002 թվականին անիմացիայի կինոյի միջազգային ասոցիացիայի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ցուցադրման 110-ամյակի պատվին։ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ եւ գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսներին նոր, մինչ այդ բոլորին անհայտ տեսարան դիտելու էր հրավիրել օպտիկական թատրոնի։ Տաղանդավոր գյուտարարը առաջին անգամ հրապարակայինորեն ներկայացրել էր իր սարքը, որը շրջանկարներ էր ցուցադրել։ Հենց այդ օրն էլ այժմ համարվում է անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը։ Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրներում։ Տոնի նախաշեմին ամբողջ աշխարհի անիմատորները փոխանակվում են իրենց ֆիլմերի ծրագրերով ու դեպս ցուցադրություններ են կազմակերպում հանրության համար։ Այժմ մուլտֆիլմերի նման սեանսները միաժամանակ տեղի են ունենում աշխարհի 104 երկրներում։ Հայաստանը անիմացիոն ֆիլմերի վաղեմի ավանդույթ ունի։ Առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 1930-ականներին։ Առաջին կինոնկարը Շունն ու կատուն էր Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի վրա։ Վարդիդ համար մի ամիտ մնա, Համա շատ չուշանա։ Համ, քանի ախպեր գնամ ու գամ։ Քո թանկագին խաթեր համար ուրփաթարը համեցեք բար։ Այս ֆիլմը ստեղծողն էլ Լև Ատամանյանը համարվում է մեր մուլտիպլիկացիայի հիմնադիրը։ Լոռացիները, հատկապես միջահասակ եւ ավագ սերունդը նախընտրում են խորհրդային տարիների հայկական արտադրության մուլտֆիլմերը։ Պինգվինաշեն, Գտնված երազ, Բույ մգնիկ հայմանուկների ամենասիրած հայկական մուլտֆիլմերն են։ Դրանք մարդկանց սրտերը գրավեցին իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ։ Ինչ-որ մի բան սկալ է, ես ապրում եմ այնստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում։ Թեև այս մուլտերի ստեղծումից անցել է շուրջ 100 տարի, մինչ օրս տարբեր սերունդների ներկայացուցիչներ շարունակում են դրանք հաճույքով դիտել։ Аленький цветочек. Ռենջերը։ Մաշա մեծ վիճ։ Դա հիմնական ագրեսիվային շատ, բայց ես սիրում եմ։ Մուլտֆիլմերն նայում եմ, ավանդել մեր սովետական մուլտֆիլմները շատ եմ սիրում։ Այն կեղծությունը այնտեղ շատ ավելի այն կեղծահիմիկ մուլտֆիլմ, օրինակ Մաշայի Մեդվեդը, որ հիմա բոլորն նայում են, ինձ դրա մեջ այդ ագրեսիվությունը դուրս չի գալիս, որովհետև դա երեխաներին ավելի շատ ագրեսիվ է, ասում ասում են չլսել անհնազանդություն։ Իսկ այս ժամանակ ավելի բարի մուլտիկներ են եղել։ Ես սովետական երեխա եմ եղել, այն վաղտի իմաստուն էր մուլտիկները, մի ապշություն է։ Հիմա նույն անիմաստ ֆիլմերն է մուլտիկ շինած։ Ավելի շուտ դաստիարակությունից հանող երեխեքին։ Սպանություն, կարատե, ես իմ
Վերջին 100-ամյակում անիմացիայի արտադրության տեխնոլոգիաները սրընթաց զարգացել են։ Նոր տեխնոլոգիաներն իհարկե ամբողջովին փոխել են անիմացիան, բայց այսօր էլ մուլտֆիլմերը բոլորի մոտ լուսավոր ժպիտներ են առաջացնում ու չեն անհետանում մանկական հիշողություններից։ Ժամանակակից տեխնոլոգիաները հասել են նաև մեզ։ Վերջին տարիներին նկարահանվել են Սասնա ծռեր եւ Անահիտ հայկական մուլտֆիլմերը։ Հերմինե Յավրյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Քաղաքական գործիչներն ինչի ասես չեն դիմում հանուն անունի, օրինակ հյուրասիրում են անվճար նախաճաշ։ Միջազգային մի քանի հետաքրքրաշարժ լուր Անահիտ Կարապետյանի տեսանյութում։ Իտալական Ռոշինո քաղաքի քաղաքապետ Պինո Պալմիրեին քաղաքի բոլոր բնակիչներին քաղաքապետարանում նախաճաշելու հրավեր է ուղարկել։ Ամեն առավոտ քաղաքապետարանի շենքում ես դիմավորելու եմ իմ քաղաքացիներին միասին սուրճ կմպենք եւ կքննարկենք մեր քաղաքի կենսապայմանների բարելավման վերաբերյալ գաղափարները։ Քաղաքապետի խոսքերը մեջ բերել են իտալական լրատվամիջոցները։ Քննադատությունից եւ մամուլի ու գործընկերների հարձակումներից խուսափելու համար քաղաքագլուխը հայտարարել է, որ նախաճաշերի համար ոչ մի կոպեկ չի ծախսվի։ Քաղաքապետը հյուրասիրությունը կկազմակերպի բացառապես սեփական միջոցներով։ Թե որքան կտևի նրա նախաճաշն իր քաղաքացիների հետ, դեռևս հայտնի չէ։ Հայտնի չէ նաև թե քաղաքապետը ինչ նպատակներ ունի։ Իսկ հա Ռուսաստանում օրինագիծ են մշակել, որ կարգելի այս երկրում ալկոհոլային խմիչքների վաճառքը 21 տարեկանից ցածր անձանց։ Օրինագիծը նախապատրաստել է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչիսլավ Ֆետիսովը։ Նման սահմանափակումը ըստ նրա թույլ կտա երիտասարդ սերնդի զգալի մասին պաշտպանել ալկոհոլի նկատմամբ վաղաժամ կախվածությունից։ Օրինագիծը Պետդումա է ներկայացվելու առաջիկայում։ Կարծում եմ, որ այս օրինագիծն արդիական է նաև այժմ, հատկապես հաշվի առնելով հանրային պալատի եւ բնակչության աջակցությունը։ Մեր քաղաքացիների շուրջ 70%-ն աջակցել են օրինագծին։ Վերջինս հույս է հայտնել, որ ռուսական իշխանությունը եւս կողմ կլինի եւ կընդունի օրինագիծը։ Թե Ռուսաստանում մետրոն ինչպիսի ձայներ ու ազդանշաններ է ընդունում, պարզել է մի մոսկվացի աղջիկ։ Բարձրաձայն աղոթքի օգնությամբ վերջինս Մոսկվայում կարողացել է բացել մետրոյի պտուտադրնակը։ Աղոթքի անհավանական ունակությունների մասին կարճ տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է օգտատեր Անդրեյ Զադաչինը։ Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է աղջիկը սկզբում խաչակնքվում եւ արտասանում հանուն հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու, իսկ հետո բարձր բղավում է։ Պարզվում է աղջկան հաջողվեց աղոթքով բացել պտուտադրնակը եւ դուրս գալ մետրոյի փեղկերից այն կողմ։ Անահիտ Կարապետյան, Մոլորակ։ Առաջին անգամ փորձ է արվել օգտատերերից գանձել համացանցից օգտվելու վճար, որը վերածվել իսկական ցույցի։ Թողարկման վերջին ռեպորտաժն է պատմում։ 1 գիգաբայթ ինտերնետային տրաֆիկի համար 60 սենտ։ Հունգարիայում աշխարհում առաջին անգամ ինտերնետը հարկվելու է, այսինքն նաև թանկանալու։ Խելացի սարքերի ցուցադրություն չէ, օգտատերերի բողոքի ցույցն է ընդդեմ ինտերնետ հարկի։ Բողոքի ակցիայի մասնակիցները համակարգչի հին մասերը նետելով իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ պահանջում են հրաժարվել նախաձեռնությունից։ Հունգարիայի էկոնոմիկայի նախարարը փորձել է հանգստացնել օգտատերերին։ Օգտագործված գիգաբայթերի համար վճարելու են պրովայդերները։ Օգտատերերը շատ լավ հասկանում են, որ ինչ որտեղ ինչ էլ թանկանա աշխարհում միշտ վերջում կոտրվում է հասարակ մարդու գլխին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետի նույն մտահոգությունն ունեն հունգարացիները։ Բացի գների բարձրացումից ինտերնետը կդադարի չեզոք լինեն։ Ինտերնետ պրովայդերները իրենց տրամադրած որակյալ կապի ու թրաֆիկի համար գումար կպահանջեն ինտերնետ ռեսուրսներից։ Ով շատ գումար կտրամադրի, նրան էլ մատակարարները կտրամադրեն որակյալ կապ։ Ամենադեմոկրատ ցանցը կդառնա ամենակոռումպացվածը։ Պրովայդերները կայքերին չեն տրամադրի հավասար թրաֆիկ ու հզորություն։ Հարուստ կայքերը, նույն Google-ը կարող է իրեն թույլ տալ պրովայդերներին լրացուցիչ գումար տալ, որպեսզի դեպի Google այցելությունը ավելի լավ լինի, ավելի հեշտ, ավելի մեծ կանալով, հա։ Ինչի հետևանքով կտուժեն փոքրիկ կայքերը։ Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ սա դառնալու է հեռախոսային զանգերի եւ SMS-ների հարկման ուղղված քաղաքականության շարունակությունը։ Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ ցանցի հարկումը Հունգարիայի պետբյուջեն կլցնի տարեկան 83 միլիոն դոլարով։ Կարող է բյուջեն ինչ-որ չափով ավելացնել, բայց ինտերնետի զարգացման ջատագովները ավելի շատ են։ Լիաննա Գալստյանը Լոս Անջելեսից նոր է վերադարձել, մասնակցում էր համագումարի, որտեղ հավաքվում են 3000 մասնակիցներ տարբեր երկրներից քննարկելու ցանցային խնդիրներն
ու ինտերնետի սպառնալիքները։ Հարցը օրակարգային չէ, բայց միջազգային կառույցները որոշմանը դեմ են։ Այս քայլը կվնասի ինտերնետի զարգացմանը։ Կսահմանափակվի ինտերնետի մուտքը։ 2015-ին օրենքը ընդունվելու դեպքում Հունգարիան կդառնա աշխարհի առաջին երկիրը, որը կհարկի ինտերնետը։ Վտանգը չկա Հայաստանի դեպքում, պրովայդերների համար մեր շուկան դեռ աճող է։ Այստեղ աշխատում է այլ բիզնես մոդել, բայց բողոքի ալիքին պատրաստվում են միանալ օգտատերեր ամբողջ աշխարհից։ Ինտերնետը սահմանափակելու եւ կատվածահար անելու փորձը պետք է ձախողվի։ Հայկու Հյասետրյան, Խաչատուր Եսայան, Armnews։ Այս թողարկման համար այսքանը։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին Էռնա Անտոնյանի մեկնաբանմամբ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։ Տեսար չէ, որ ամենալավ ու մատչելի ապրանքն էստեղ էր։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, խնայեք ձեր ժամանակը։ Լուսատու խանութ-սրահը ներկայացնում է անվտանգության և հսկման տեսանկարահանող համակարգերի ժամանակակից լայն տեսականի։ Համակարգերը աշխատում են հրդեհի, ձայնային ալիքների և շարժման դեպքում, GSM համակարգով տիրոջ հեռախոսին զանգ կամ հաղորդագրություն ուղարկելով։ Հսկող սարքերի ողջ աշխատանքին կարելի է հետևել նույնիսկ համացանցի միջոցով ցանկացած երկրից։ Սարքավորումները կարող են տեղադրվել խանութի արհեստավարժ մասնագետների կողմից։ Խանութը ունի նաև օդափոխության համակարգերի ամբողջական տեսականի։ Լուսատու, մոնտաժեք ձեր բնակարանը, գրասենյակը կամ արտադրամասը բացառապես մեր որակյալ սարքավորումներով։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցներն են Lux Computer-ը եւ Լուսատու մասնագիտացված խանութ-սրահը։ Այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ին հնարավոր է փոփոխական անպամատությամբ առավելապես առանց ստեղումների եղանակ։ Քամին կլինի մինչև 10 մետր/վայրկյան հեռագությամբ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 4, ցերեկը 8 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը կլինի 2, ցերեկը 6 աստիճան տաքություն, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 3, ցերեկը 8 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կլինի 0 աստիճան, ցերեկը 7 աստիճան տաքություն, Ստեփանավանում սպասվում է գիշերը 4, ցերեկը 7 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոնում գիշերը կլինի 0 աստիճան, ցերեկը 6 աստիճան տաքություն, Երևանում գիշերը կլինի 6, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Այժմ մեկ եղանակային լուր աշխարհից։ Երկիր մոլորակին հզոր մագնիսական փոթորիկ է սպառնում։ Արևի վրա հայտնաբերված հսկայական մեծ կետը կարող է մագնիսական լուրջ փոթորիկներ առաջացնել երկիր մոլորակի վրա։ Ներկապահին պարամետրերի ճշտում են իրականացնում եւ հետևանքների հաշվարկ, որպեսզի ճշտեն, թե արդյոք հնարավոր է, որ պայթյունը երկիր մոլորակի վրա հսկայական մագնիսական փոթորիկներ առաջացնի։ Սև կետը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ նրանով, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրա տրամագիծը մեծացել է, հասնելով 140,000 խորանարդ մետրի, կետնի չափսերով հավասար է Յուպիտեր մոլորակին։ Եղանակն այսօր այսպիսին էր, անկախ եղանակից եղեք լավատես, ցտեսություն։